իսկ դուք գիտեք։ Ուրեմն ընկերներով եկել ենք Գառնուձոր մի քիչ հանգստանալու, մի քիչ հաց ուտելու, լավ որ ժամանակ անցկացնելու համար եւ իմ այն սրտին կպնող ամենավատ, ամենացավացնող թեման այդ շրջակայքի աղբն է։ Հիմա մենք եկել ենք խաշլամա ենք անում եւ ուտել վերջացնելուց հետո, հանգստից հետո արդեն շարժվելուց բոլոր մեր հետ վերած մեզնից մնացած բոլոր աղբերը հավաքելու ենք եւ տանենք մեզ հետ։ Եվ տեսնում ենք ինչ։ Այս է տեսարան։ Այս մեր հայերն են արել։ Ճիշտ է, կարող է փիս բառեր ասեմ ջղայնանամ, բայց կապ չունի, մեր հայերն են։ Ոչինչ, մեր մոտ էլ այդ մշակույթը ձևավորվելու է, սովորելու ենք բոլորս, մաքուր ենք պահելու, մի օր գալու է մեկը դրա օրը։ Բայց խնդրանք, հարգելիներս, հարազատներս, ընկերներ ջան, հայեր ջան, այս մեր հայրենիքն է, մեր պետությունն է։ Պետք է մաքուր պահենք, ոչ թե միայն տուրիստական վայրերը ինչ-որ չափով մաքուր պահենք, որովհետև տուրիստներն են գալիս եւ տեսնեն ինչ-որ այդ հատվածում մաքուր, այլ չէ, մենք առաջինը մեզ համար պետք է մաքուր պահենք մեր հայրենիքը։ Այնպես որ սկսում ենք այս պահից, այս մեր շրջապատի աղտոտված տարածքի, հա, այսպես քցած, այս զիբիլները քցած տարածքից աղբի հեռացումը, հեռացման աշխատանքները եւ հանգիստ մաքուր վայելենք մեր խաշլաման։ Այնպես որ հորդոր խնդրանք բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են նմանատիպ տեղեր, բաց տեղեր հանգստանալու, հաց ուտելու, ժամանակ անցկացնելու մի խոսքով։ Ոչ միայն ձեր կուտակած աղբը հավաքեք եւ տարեք, այլ կողքի, ինչքան հնարավոր է, բարձա, տարածքը նայեք, ահռելի մեծ, ահռելի, չեք կարող, չգիտեմ 6-7-10 հոգով գաք նստեք եւ մի ամբողջ տարածք մաքրեք։ Բայց գոնե այն ինչը որ հասանելի է, այն ինչը որ ձեր աչքը տեսնում է, անպայման ձեզ հետ վերցրեք եւ տեղ չի գրավելու մեքենայի մեջ կլինի, թե չգիտեմ, ձեռքում բռնած կլինի, տեղ չի գրավելու, ոչ էլ տանջանք է, ոչ էլ չգիտեմ ծանր մի հատ աշխատանք է։ Տարեք ձեզ հետ թափեք ամենամոտիկ աղբարկղի մեջ։ Այնպես որ մաքուր պահենք մեր հայրենիքը, մեր պետությունը։ Լավ եղեք, առայժմ։ Այսպես երկու տոպրակ եղավ ընդամենը։ Սրա թափելը ինձ թվում է բոլորիս համար շատ հեշտ է։ Ու մաքուր տարածք։